Արարատ լեռան նկարը այն տան դարպասին է, որտեղ ապրում էր հոգեբուժարանում կյանքին վերջ տված 53-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Այս պաստառը իմը համընկնել է, ես չգիտեմ պաստառի հետ կապված ինչ է եղել։ Նշավանում բոլորն են լսել իրենց համագյուղացու ծայրահեղ արարքի մասին։ Պատմում են, որ մայիսի 14-ի երեկոյան քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս շտաբի պատի նկարն են պատրված տեսել։ Համագյուղացիներից Արմենի մեկ այլ անընդունելի արարքի մասին էլ է լսել գյուղապետը։ Արմենը հարևանի պատուհանները դուռներ թակել, տպավորություն ստեղծել, թե փորձում է ներս մտնել։ Գյուղապետը ոստիկանություն է զանգել, հանցագործության մասին հաղորդում տվել։ Զանգեցի ոստիկանություն, տենց եկել տարել են, ու հետո ես էլ տեղյակ չէի, որ Ահազանգը հենց տվել է քարոզչական պաստառները փոկելու հիմքով։ Ահազանգը տվել եմ քարոզչական պաստառները հիմքով, որ իմացել ենք, որ ինքն է, ու ասել եմ նաև, որ դրանից հետո որ Վարդանանից զանգում ասում եմ մեր տուն են գալիս, եկել ասենց անհանգստություն, միանգամից էդ էլ ասեցի, որ տղեկ ջան, վտանգ կա գյուղ, չէ, այդ վտանգ կա գյուղում։ 53-ամյա տղամարդուն մայիսի 14-ի երեկոյան Արտաշատի ոստիկանություն են տարել։ Ոստիկանության 2025-ի լավագույն ստորաբաժանում ճանաչված բաժնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տղամարդուն պահել են մինչև մայիսի 16-ի առավոտ։ Հետո ըստ պաշտոնական տեղեկության շտապօգնության մեքենայով հոգեկան առողջության կենտրոն տարել։ Մայիսի 16-ին այդտեղ անձնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Իրան վատ բան է լավ, մեր ընկերն է, մենք ուզենք, որ ինքը ըլներ։ Հա, բայց ախպեր, ինքը իրան լուրջ բուժում էր պետք։ Նշավանցիների խոսքերով Արմենը հաճախ է անադեկվատ վարքով աչքի ընկել։ Գյուղացիները զանգել են հոգեբուժարան, ոստիկանություն։ Արմենին միանգամից տարել են, 21 օր հետո գյուղ վերադարձրել։ Շատ է եղել, որ եկել են տարել են այդտենց։ Ոստիկանները Այդ կոնկրետ չգիտեմ ոստիկանները թե կոնկրետ չեմ իմանում, բայց շատ է եկել, որ տարել են։ Ոստիկանությունը սկորիով էլ է, եկել տարել են ընդես, տարել են հոգեբուժարան ապեր։ 15 օր, 10 օր պահել են, նորմալ բերել են այդ մարդուն։ Ինչու են Արմենին մայիսի 14-ի ահազանգից հետո միանգամից բանտախուց նետել եւ ոչ թե տարել հոգեբուժարան։ Գյուղում կարծում են, որ պատճառը նրա մյուս արարքներն են եղել։ Ինքը հոգեբուժարանից թազա էր ազատվել, հարցակվում էր ըստ երեխեքի վրա, մեր վրա են տրանսֆարետը ջարդեց։ Այս դե նկարն էլ է, ճղեն է, չի որ չի ճղե էլի, բայց քաշելս էս պոկել է։ Ինքը հա, արել է դա, բայց դե հիմնականը ոնց որ իր այդ առողջական վիճակն էր էլի։ Քննչական կոմիտեն սակայն միայն քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով էր վարույթ նախաձեռնել Արմենի դեմ։ Մինչև ճղելը այդքան բաներ անում էր էլի, այս վատ բաները։ Հիմա այս նկարն էլ ոնց որ պահի տակ ճղել է։ ԿՊԱ-ական ներկայացող այս տղամարդու խոսքով Արցախյան առաջին պատերազմից հետո Արմենի ընտանիքը տեղափոխվել էր Կովսական։ Լսել է, որ այնտեղ նրա հոգեկան աշխարհախաղաղ է եղել։ 2020-ին 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Կովսականից տեղահանված Արմենը մոր, եղբոր հետ վերադարձել է հայրենի Նշավան։ Վարչական ղեկավարը հաստատում է, պատերազմից հետո է հոգեկան առողջության կենտրոնում հաշվառվել Արմենը։ 20 թվականից հաշվառված է եղել ու Բարաշենում։ Այսօր է Արմենի հոգեհանգիստը Նշավանի հարևան Արևշատ գյուղում, նա ամուսնացած չէր, երեխաներ չուներ։ Քննչական կոմիտեն նոր վարույթ է նախաձեռնել ինքնասպանության հոդվածով։ Ալբերտ Սելոփյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։